Տիկին Գանե, թույլ տվեք ձեր տարիքը հարցնել եթերում եւ քանի որ ես արդեն գիտեմ, կարող եմ փաստել, որ դուք տարիքին հաղթած անձնավորություն եք, ձեր կեսախնդությունը, տեսքը, դուք երկար ուղեցիք ձեր հագուստը, ուզեցիք, որ շատ գեղեցիկ ներկայանաք, հետաքրքիր կլինի իմանալ դա մարդու տեսակի հարց է, թե ինչ որ գաղտնիքներ ունեք երիտասարդ մնալու, գեղեցիկ լինելու։ Տարիքս գաղտնիք չէ, վերջերս լրացավ 70-ամյակս եւ խմբում նշեցինք, այնպես որ գաղտնիք չէ 70 տարեկան եմ արդեն։ Երևի մարդու տեսակից է, չգիտեմ։ Ես էլ էսպիսին եմ։ Կենսախնդությունը, ավատեսությունը, թերևս դա է պատճառը, կամ առողջ կենսակերպը։ Ինչ եք անում, որ երիտասարդ եք մնացել, եք։ Չգիտեմ, ես անդադ զբաղմունք եմ գտնում ինձ համար։ Ես իմ մենակությունից չեմ ձանձրանում, որովհետև շատ հետաքրքրասեր եմ։ Տարբեր եթե մի բան ինձ հետաքրքրեց, ինտերնետի միջոցով կարողանում եմ մինչև արմատը գնալ։ Փորփրել գտնել։ Միշտ ուղեղը զբաղված է։ Ես երբեք հենց այնպես չեմ նստում, պարապ։ Դա էլ գաղտնիքն է, ասացիք արդեն։ Տիկին Գանե, պատմեք ձեր անցած ուղու մասին, երբ եւ ինչու հասակ երգչախումբ, որ տարիքից, երբ որոշեցիք, որ արդեն երգելու ժամանակն է։ Ես միշտ երգում եմ։ Ճիշտ ընտանեկան միջոցառումների ժամանակ, բայց միշտ երգել սիրել եմ։ Խմբի մասին իմացա պատահականորեն ճիշտն ասած, գիտեի, որ կա, բայց ասենք Հասմիկը ուրեմն մի անգամ պատահաբար ինձ հրավիրեց ու ես գնացի, շատ դուր եկա մնացի։ Ես արդեն թոշակառու էի այդ ժամանակ։ Իսկ ընդհանրապես 40 տարի աշխատել եմ միայն բանկային համակարգում։ Պատկերացնում եք։ Թվերի աշխարհից հետո մեկ էլ ուզել եք երգել։ Բանկային համակարգի այդ խիստ ռեժիմային աշխատանքից հետո հիմա ազատություն։ Եվ կուզեի ինչ ասեի։ Մարդիկ, որոնք ամբողջ կյանքում աշխատել են, արարել են, նրանք պարապ մնալ չեն կարող։ Եվ շատ կարևոր է, որ ունենան զբաղվածություն։ Դա կյանքի ռիթմը շարունակելու համար է։ Մենք մեր երգելով չգիտեմ ինչ որ սենսացիաներ չենք անում, բայց դա տալիս է մեզ զբաղվածություն։ Դա շատ կարևոր է։ Մշակույթի հիմնական նշանակությունը նրանում է, որ մարդկանց տալիս է զբաղվածություն։ Մի մասին որպես ստեղծագործող, մի մասին որպես կատարող, մի մասին էլ որպես հանդիսատես։ Ունկնդիր, այո։ Բոլոր թոշակառուների համար էլ սկսում է երկրորդ շնչառություն, երբ որ գտնում են մի հետաքրքիր զբաղմունք։ Մեր մոտ գալիս են կանայք շատ ինտելեկտուալ, իմիջայլոց ասեմ ձեզ, մեր խումբը բազմատաղանդ կանանց հավաքածու է։ Դուք ձեր հաղորդումների մեջ կարող եք նույնիսկ ընդգրկել նրանց անհատականություններ ունենք մեր խմբում ուղղակի։ Կզարմանաք, ժողովրդական վարպետ, գրող, թարգմանիչ, մանկավարժ, ամեն մեկը մի աշխարհ։ Դուք կարող եք յուրաքանչյուրին հրավիրել ու շատ հետաքրքիր հաղորդում կստացվի։ Անպայման կներկայացնենք։ Մեր հաղորդման նպատակն էլ հենց դա է՝ մարդկանց օգնել, որպեսզի թոշակից հետո, 60-ից հետո երկրորդ շնչառություն վերցնեն, զբաղվեն իրենց սիրելի գործով, գտնեն իրենց հոբբի հետևից գնան եւ իրականացնեն երազանքները, որ չեն հասցրել կյանքի ընթացքում։ Մենք կապված ենք շատ սերտորեն եւ դրանից շահում է մեր զբաղվածությունը, մեր մտահորիզոնի բացվելը։ Շատ գեղեցիկ։ Եվ ուղեղի առողջությունը ձեզ ասեմ, որ ուղեղի առողջության համար է կարևոր։ Իհարկե։ Տիկին Գանե, ինչ փոխվեց ձեր կյանքում, երբ, ինչպես ասացիք, 40 տարի բանկում փակ, սահմանափակ աշխատելուց հետո որոշեցիք երգել, այսինքն մինչ այդ էլ երգում եք, որոշեցիք դրսևորել ձեզ երգում, ինչ զգացողություններ եք ունենում, երբ որ շաբաթը մեկ անգամ այցելում եք երգչախումբ, գալիս եք երգչախումբ։ Դա մի շատ գեղեցիկ կոլեկտիվ է։ Մարդը, երբ որ իրան կոլեկտիվի անդամ ազգում, փոխվում է իհարկե, եւ իրան իրացնելու ես լավ արտասանում եմ, նո ասմունքում եմ, եւ մեր համերգների աստղիկն էլ կարող է հավաստել, որ համերգների էությունը փոխվեց իմ մասնակցությամբ, երբ որ ես սկսեցի ասմունքել նաեւ զուգահեռ երգերին, շատ ավելի գեղեցիկ համերգներ են ստացվում։
Այնպես որ եթե մենք կարողանանք ներողություն մի քիչ ավելի կայուն լինել ֆինանսապես, շատ ավելի մեծ գործունեություն կարող ենք ծավալել եւ դա ի բարօրություն ոչ միայն մեզ, այլ նաեւ այն աուդիտորիայի, որ մենք կարող ենք ձեռք բերել։ Մենք շատ գեղեցիկ համերգներ են կազմակերպել, օրինակ հանգստյան խնամքի կենտրոններում, Գյումրի խնամքի կենտրոնում, Վանաձորի խնամքի կենտրոնում եւ նրանց համար բնակիչների համար, որոնք լուսավոր համերգասրաններ այցելելու ոչ մի հնարավորություն չունեն, մեր այցելությունները տոնի է վերածվում, պատկերացնում եք։ Իհարկե։ Շատ բան փոխվեց իմ կյանքում, իհարկե։ Եվ դեպի լավը, զբաղվածություն եւ ինքը իրեն ռեալիզացնելու մթնոլորտ միջավայր։ Եվ բազմաթիվ ինտելեկտուալ զարգացած խելացի ընկերուհիներ։ Տիկին Գանե, ինչ խորհուրդ կտաք ձեր տարեկիցներին, որ անցել են թոշակի, տան են նստած, հոգսի, թորների, տնային հոգսերի մեջ են, ինչ խորհուրդ կտաք այդ կանանց, նաև տղամարդկանց։ Ընտրել եւ գտնել այնպես մի միջավայր, որ իրենց հոգեհարազատ է, որ կարող են իրենց արտահայտել, որ իրենց համար նոր միջավայր ձեռք կբերեն իրենց ավելի հոգեհարազատ։ Բնաբնակ երևանցիներ ասոցիացիան ստեղծելիս ես մի քիչ ինֆորմացված եմ, որովհետև մեծ հորեղբայրս մասնակցում էր հենց 90-ական թվականներին այդ ասոցիացիայի կազմակերպման մասնակից էր ակտիվ, ի նկատի չի ունեցել, որ ունենա երգչախումբ։ Նրանք ավելի շատ ուզում էին վերհանել հին տոհմերը, հին երևանցիների պատմությունները ի հայտ բերել, դոկումենտներ կազմել, ներողություն, փաստաթղթահավաք գործունեություն էին իրականացնում, իսկ այնուհետև երևի կանայք շատացան, ասոցիացիայի կազմում, եւ առաջացավ այդ գաղափարը երգչախումբ կազմելու։ Կուզենամ, որ հաղորդումը փակենք մի հետաքրքիր կատարումով, երաժշտական մի տուն երգեք մեզ համար, որը կուզեք։ Երգել հիմա մի քիչ ինչի, բայց ես կուզեմ մի բան արտասանել ձեզ համար, ինչ կուզեք արտասանել։ Այն ինչ մտքին կգա, Պարուս Սևակուս գա, լավ, Թումանյանի քառատողերից մեկը։ Հեյագահ մարդ, հեյ անգոհ մարդ, միտքդ երկար, ճամփատ կարճ։ Քանիսն անցան քեզպես, քեզնից առաջ, քո առաջ։ Ինչ են տարել նրանք կյանքից, որ ինչ տանես դու քեզ հետ։ Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվա քո ճամփան։ Հրաշալի է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հուսանք, որ այն օգտակար կլինի եւ ընկերների համար եւ ձեզ համար, որ կգտնենք միասին եւ հովանավորներ եւ զարգանալու նոր հնարավորություններ։